Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Փաշինյանն արցախցիների վերադարձը խաղաղության համար վտանգավոր է համարում։ Նրանք պետք է տնավորվեն Հայաստանում, հայտարարել է Ստրասբուրգում։ Ի պատասխան ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե խաղաղության պայմանագրում Ղարաբաղի փախստականների հարցն արդյոք արծարծվել է, նրանց գույքի նաև մշակութային ժառանգության առումով Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինչպես բոլոր պայմանագրերում եւ համաձայնագրերում, խաղաղության պայմանագրում եւս ամեն ինչ չէ, որ ներառված է։ Մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետեւ մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետեւ կոնֆլիկտները այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա եւ այս բանաձևը իրականացնելու վրա եւ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետքա պարզապես հանգիստ թողնեն իրար։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամանուկյանը խոսել է վարժական հավաքների մասին, նա այստեղ խնդիր է տեսնում։ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն խնդիրներ։ Որովհետև խուսափումները շատ են, եւ ինչն է մարդուն ստիպում խուսափել, անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը եւ բազմաթիվ այն խնդիրները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք։ Որտեղ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այսպես սիրուն վարժական հավաք, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են, որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը։ Իսկ ահա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը արձագանքել է, որ բանակում մեծագույն խնդիրներ չկան, կան փոփոխություններ։ Չկան մեծագույն խնդիրներ։ Այդ ձևակերպումը եւս ուրճացված է, պարոն Մանուկյան, որովհետեւ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ եւ այդ փոփոխությունները բացառապես դրական են։ Իսկ ինչի փոփոխություններ, որովհետեւ նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը մանրամասնել է, թե ինչու են լարվել Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունները, տեղի ունեցածը պատգամավորը կապել է իր հեղինակած նախագծի հետ։ Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույց սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։
Իշխանությունը առավելագույն ջանքեր է գործադրում գերիներին հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողներին վստահեցրել է իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, նա ՏՏ-նորենի Բաքու այցից մանրամասներ չի հայտնել։ Աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի, որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին Եվ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևի։ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, 4 քաղաքացի է հոսպիտալացվել։ Տուժածներից մեկը դուրս է գրվել, երկու տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը բավարար։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է, մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլևս բացահայտված է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ 1 պատասխանատու համարել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին խավության նոխազ դարձրին, ազատելով պաշտոնից։ Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի եւ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել։ Չի արել, քանի որ Բդոյանն էլ է ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ 1 թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործությունն իզորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել։ Հրապարակում նաև կարդում ենք պատերազմի տարելիցի օրը սեպտեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները, էկոնոմիկայի, ՏԿ եւ ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավման ուղղված անելիքների քննարկումն է, սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ին դիմ ընտրություններին ընթരാճ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։ Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը եղել, շատերին են հրավիրել հավաքին, սակայն հաշված տնտեսվարողներ են ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են։ Խոշոր գործարարները բոյկոտել են այդ իշխանական հավաքը։ Հանդիպման ընթացքում ըստ մեր աղբյուրի տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել, ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել եւ իրենց դաշտ բերել, որ Էջմիածնում Գյումրու պարտությունը չկրկնվի։ Փարաքարի արյունալի դեպքերն էլ են սրել իրավիճակը, իշխանական տեխնացու Արգիշտի Մեխակյանը ըստ լուրերի իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարևոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ-1 դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես դատապարտյալ Արման Առաքելյանը, որը բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են Էջմիածնում 22-ամյա Պարքև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում։ Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է։ Մինչդեռ Արմավիր ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկ ուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Սպիտակ արջերը գրավել են Ռուսաստանում գտնվող Բևեռային հետազոտական կայանը, այն լքված է եղել ավելի քան 30 տարի, կենդանիները շատ լավ են զգում իրենց նոր տանը։ Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը, բարձրությունը 625 մետր է, այն 9 անգամ բարձր է Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպաս կամրջից։
Թրամփը ցուցադրել է իր աշխատասենյակի ոսկե զարդերը, կից նաև գրել է այս գեղեցկությունից բոլորը խելագարվում են։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։